Հովհաննես Առաքյալի երկրորդ նամակը, առաջին գլուխ։ Երեցիցս ընտրյալ տիրուհուն և նրա որդիներին, նրան, որին սիրում եմ ճշմարտությամբ, ոչ թե միայն ես, այլ նաև ճշմարտությանը բոլոր հասու եղողները, ճշմարտության շնորհիվ, որ հաստատված է մեր մեջ և հավիտենապես կմնա մեզ հետ։ Հայր Աստծուց և Տեր Հիսուս Քրիստոսից, Հոր Որդուց, շնորհ, ողորմություն, խաղաղություն ձեզ, ճշմարտությամբ և սիրով։ Չափազանց ուրախացա, որ գտա քո որդիներից ոմանց, ովքեր ընթանում են ճշմարտությամբ, ըստ այն պատվիրանի, որն ստացանք Հորից։ Այժմ աղաչում եմ քեզ, ով տիրուհի, որ սիրենք միմյանց, ոչ թե մի նոր պատվիրան եմ գրում քեզ, այլ այն, ինչ որ ի սկզբանե ունեինք։ Եվ այս է սերը, որ ընթանանք ըստ նրա պատվիրանների։ Եվ այս է պատվիրանը, որն ի սկզբանե լսեցիք, որպեսզի ըստ այնմ էլ ընթանաք։ Բազում մոլորեցնողներ են եկել աշխարհ, որոնք չեն խոստովանում Հիսուս Քրիստոսին, մարմնով եկած։ Դա մոլորեցնողն է ու նեռը։ Զգույշ եղեք ձեր հանդեպ, որպեսզի չկորցնեք այն, ինչ վաստակեցիք, այլ ստանաք բովանդակ վարձը։ Ամեն ոք, ով առաջ է անցնում և չի մնում Քրիստոսի վարդապետության մեջ, չի ճանաչում Աստծուն։ Իսկ ով մնում է վարդապետության մեջ, նա ընդունում է և Որդուն, և Հորը։ Եթե մեկը գա ձեզ մոտ և այս վարդապետությունը չունենա, նրան տուն մի ընդունեք և մի ողջունեք։ Եթե մեկը նրան բարև ասի, մասնակից կլինի նրա չար գործերին։ Շատ բան ունեի ձեզ գրելու, բայց չուզեցի գրել թղթով և թանաքով, քանի որ հույս ունեմ անձամբ գալու ձեզ մոտ և դեմ առ դեմ խոսելու, որպեսզի մեր ուրախությունը կատարյալ լինի։ Քեզ ողջունում են քո ընտրյալ քրոջ որդիները։ Շնորհը ձեզ հետ։